Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, որոնցում նա հայ գերիներին համեմատել է Նյուրնբերգյան գործընթացում դատապարտված նացիստ առաջնորդների հետ։ Ալիևը պնդել է, որ հայ կալանավորներին ազատ արձակելու խնդրանքները նման են նրան, որ դաշնակիցներից պահանջեն ազատ արձակել նացիստ պաշտոնյաներին նրանց դատավճիռներից առաջ։ Ինստիտուտը Ալիևին համարում է ցեղասպան պետության առաջնորդ, որը հերքում է սեփական վայրագությունների մասին հավաստի մեղադրանքները, հարձակվում է հայերի վրա որպես ենթադրյալ ռազմական հանցագործների։ Կառույցը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել հայերի դեմ իր անմարդկային ցեղասպանական հռետորաբանությունը, զերծ մնալ հոլոքոստն օգտագործելուց իր ոճիրներն արդարացնելու համար եւ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին։ Շեշտվում է, որ եթե արևմտյան աշխարհը չգործի եւ շարունակի խրախուսել Ադրբեջանի նախագահին, նրանք ապագայում ավելի վատ խնդիրների կբախվեն։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլին կմեկնի Թուրքիա։ Գործուղման կարգադրությունը հրապարակվել է ազգային ժողովի կայքում։ Ըստ փաստաթղթի ազգային ժողովի պատվիրակությունը ապրիլի 16-ից 19 Ստամբուլ կգործուղվի միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար։ Պատվիրակության կազմում ընդգրկված են ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը եւ ԿՊԱ-կան падգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բելգիայի պաշտպանության եւ արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենի հետ։ Նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա գործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համագործակցության զարգացման մեծ ներուժը ռազմական կրթության, մասնագիտական վարժանքների, ռազմական բժշկության, խաղաղապահության, հումանիտար ականազերծման եւ այլ ուղղություններով պայմանավորվածություններ ձեռք բերելով շարունակել ջանքերը փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։ Վաղ առավոտից ուժեղ Հայաստան կուսակցության անդամներն ու աջակիցները Երևանի կենտրոնում բողոքի ակցիաներ են իրականացնում ի պաշտպանություն տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանի։ Նրանք շրջում են քաղաքով, ազատություն Սամվել Կարապետյանի վանկարկումներով ու պաստառներով։ Կառավարության դիմաց հավաքվածները պահանջել են, որ գործադիրի ղեկավարը վերջ տա նրանց բառերով անօրինական գործողություններին, որպեսզի Հայաստանում այլևս չլինեն քաղբանտարկյալներ։ Այսօր մեր բողոքի ակցիան պայմանավորված է ապօրինություններով, պայմանավորված է մեր ազգային արժեքները հալածելով, դրա դեմ գործողություն եւ առհասարակ մեր ընկալումը այսօրվա process-ին հետեւյալն է, որ Սամվել Կարապետյանը պետք է գտնվի ազատության մեջ եւ եթե մի քիչ ավելի ժողովրդական խոսքով ասեմ, այդքան տհայտ բաց թողեք։ Տեսնենք ընտրություններով կարա հաղթեք, թե չէ։ Մայրաքաղաքի ամբողջ տարածքով քաղաքի ամենատեսանելի հատվածներում փակցված են ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին գրություններով մեծ պաստառներ։ Նշեմ, որ այսօր հակակոռուպցիոն դատարանը քննելու է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։ Հայ եւ օտարազգի ցեղասպանագետները բաց նամակ են հղել խոր մտահոգություն հայտնելով հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի ճնշման, այլ ոչ թե ազատ ընտրությամբ աշխատանքից ազատման դիմում գրելու համար։ Փաշինյանը երեկ հաստատեց, որ իր ցուցումով է Գզոյանը դիմում գրել ԱՄՆ փոխնախագահային Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք նվիրելու պատճառով, ինչը Փաշինյանի բնորոշմամբ սադրիչ գործողություն է։ Մինչդեռ ցեղասպանագետների բնորոշմամբ Վենսին հայոց ցեղասպանության եւ Արցախի հակամարտության վերաբերյալ գրքեր նվիրելը կարևոր համատեքստ է Հայաստանի պատմության եւ ժամանակակից մարտահրավերները հասկանալու համար։ Ցեղասպանագետների կարծիքով Գզոյանի հարկադիր հեռանալը սարսափելի ուղերձ է հղում ամենուրեք գտնվող գիտնականներին եւ պատմաբաններին, որ լուրջ հետազոտությունը եւ ճշմարիտ հիշողությունը կարող են փոխարինվել դիվանագիտական հարմարավետությամբ։ Նրանք կոչ են անում կառավարությանը զերծ մնալ ինստիտուտի ղեկավարմանը միջամտությունից եւ թույլատրել Գզոյանին շարունակել իր աշխատանքը առանց քաղաքական ճնշման։ Նամակը ստորագրել են շուրջ 3 տասնյակ հեղինակավոր ցեղասպանագետներ։ Միջազգային դրահոսից թուրքական լրատվամիջոցները հայտնում են իրենց երկրի օդային տարածքում եւս մեկ հրթիռ խոցելու մասին։ Ըստ տեղեկությունների Ադանա նահանգում գիշերը հնչել են տագնապի ազդանշաններ։ Այդ ընթացքում հոբ ուժերը վնասազերծել են ենթադրյալ Իրանից արձակված հրթիռ։ Պաշտոնական հայտարարություններ դեպքի հետ կապված դեռ չկան։
Հիշեցնեմ, որ Ադանայում է գտնվում ԱՄՆ ռազմաբազան։ Ավելի վաղ եւս 2 անգամ Թուրքիայի հարավ-արևմտյան հատվածում հրթիռներ են վնասազերծվել։ Թուրքիան պնդում էր, որ դրանք իրանական են, իսկ Իսլամական Հանրապետությունը հերքում էր այդ պնդումները։ Այսքան այժմին կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։